դիմել ենք տարբեր այցանների 18 թվին մեր պարոն վարչապետ նոր եկավ Գյումրի, այդ հսկայական բազմության միջից մտա մեկ երբը դիմեցի, սին բան կենենք, նկար բան ամեն ինչ ուղարկեցինք, բայց դարձյալ ոչինչ չեղավ, ինչքան քաղաքապետ, մարզպետ, տարածքային կառավարում, ումս էս դիմել ենք, հիմա ես չեմ ապրես շենքում, նախ տունս տան նման չէ, Ցոլագյան նոր եկավ մեր տունը նկարահանում կերնեին, դիմել էի, եկավ, կհնգներ պդի, կռիսը փորել է, կռիսը թորիս վրայիցել է բան, ահավոր է, մենք չիտեմ ջունգլիներում երևի ավելի բարվոք պայմաններում կաբրին, ընդեղանց բնակիչները քանց մենք, սաղը կաբրեին, հետեն գնացին, հետո եղանք 13 հոգի, ես հելա առողջական խնդիրներ, պայմաններ սետկան լավ չէ, հիմա ելել եմ վարձով, էլի լավ պայմանների մեջ չեմ, Պալասանյանին ենք դիմել, ըպես մարդ չկա, որ դիմաց չեղնինք, բնակիչներով ենք գնացել, անհատ ենք գնացել, մինչև հիմի ոչ մի արդյունք, կոյուղի չկա, ամենասարսափելի բանն է, որ բնակիչը կաբրի ու կոյուղի գոյություն չի ունենա, հիմա դե պատկերացրեք ինչպես կաբրին ներկայիս այս քանի բնակիչը, ես ելել եմ բարձով, ես չէի կրնա, նախ ջուր չկա, ջուրը ստեղից կկրեն, մետրոներով կրեին, քիչ առաջ որ խայր, դա այս բնակիչը կրեր, հնարավոր չէ ապրելը, պատերը փլիգը, սաղ, դյա, ծառ է էլ ընդեղ արդեն, երկրաշարժին քանի քարկարի սարանքը, բլավ թապավ, որ բլի ու այդ քանի բնակիչը մեջ մնան, ինչ կեղնի, անչափահաս երեխեք կան, դյա իմ թորս բդեստա հայրենիքի համար ծառայելու, ինչ հայրենիք, ինչ հայրենիք, եթե այսօր վատարությամբ կրիչ չունի գլխին, բարձով ապրելը հեշտ է, թողալը այդ մեր բարձաստիճան պաշտոնյաները մեկ գիշերն կան ապրին, նոր կզգան թե մենք ինչ ձևի ապրել ենք ու հիմի մարդիկ կաբրին, ես չէի կրնա, նախառողջական խնդիրներ ունիմ, ես չէի կրնա էլ, քանի անգամ ըստեղ ընկել եմ, դե վերջը մեր բարձրագույն աստիճան պաշտոնյաները վերջապես ինչ կմտածեն տվյալ շենքի պարագայում, կխնդրենք որևիցե հարց բարձրացնել, այդպես տեղ չկա որ դիմաց չեղնինք։ Ավտոյի դեմը դաժե կարգնա, ավտոն քշին բերես, Գևորգյանը, եկել էր տարածքային կառավարումներ այն ժամանակը միջիդեմ որ երկիրը դեսպան է, ինչ Մազվեդարանի դուրը կանգնած ենք, այն հետևի կողմից դուս կուկար, դեմը կանգնա, Ցոլագյանն ու Պալասանյանն էր, ավտոն հրին, զարգի մինչև հիմի կոջիկը ծուրած, հբա բան է, տիկինը Ռոզա անարմար է, սա ինչն է անարմար, երբ որ ես այդ պայմաններում կաբրիմ, իմ երեխեքը ցքուն դատար, կսեմ կռիսը իմ թորից կրավատին էլ է, եթե Եվրոպեն բաներն ենք, վերջ։ Այս տարի ձմեռը շատ խիստ էր ու ամբողջ ձմեռվա ընթացքում 3 պլտաներ եմ միացնում, կետը գազի մեկն է, որ իրավունք չունեմ ու ինչպես եմ տաքացնում բնակարանս, տեսեք, ու այս խղճուկ մեր թոշակով 44 տարվա մանկավարժ եմ եղել ու հանին պայմաններս, ու ինչ ասեմ, ես բնակարան եմ կործրել, վստահել եմ ուղիղ, 3 օր հետո կլրանա 20 տարին, որ վստահեցի իշխանավորներից մեկին, եկա այստեղ, որ 3 ամսում պետք է շենքը սարքեն, չնայած չենք այդ վիճակին չէր այն ժամանակ, ու հիմա ինչ անենք, ջուրը բերում եմ դրսից, հնարավոր չի աղջիկ ջան, ինչքան կարելի է, փողոց, չկա, ոչինչ չկա, ոչ մի հարմարություն չկա, ինչ անեմ,
Ում ասենք, մենք ղեկավար չունենք։ Հենց այս պահին այդ շենքը անդերության մատնված է արդեն իմ գիտենալով 20 տարի, որովհետև 20 տարի ապրում եմ այստեղ։ Էլուր գնամ, որ դորը թակեմ։ Շենքի մեջ կոյուղի չկա, չէ, ջուր չկա։ Բալաջան, ամբողջ շենքում միայն ես ունեմ կոյուղի։ Միայն ես գիտեք ինչի, որովհետև երբ որ եկա շենք, այդ ժամանակ իմ եղբայրներս եկան առանձին անցկացրին։ Շենքում կոյուղի չկա, ջուրն էլ աննկարագրելի վիճակի այնտեղ։ Մի քանի տարի առաջ Երևանից եկան, լրագրողներ, մարդիկ ինչ, ու ասեցի, տեսեք, այն նույն ծորակից շներն են օգտվում կատվները ու մենք հա ծիծաղացին։ Երջանիկ վիճակ է այդ պահին ինձ մոտ, որ մենք շների հետ օգտվում ենք նույն ծորակից։ Էլ ինչ ասեմ այս երկրին։ Քանդվավ անկախության առաջի իսկ պահից մեր երկիրը քանդեցին։ 36 գիգանտ հսկա գոզարաններից մի գոզարան չմնաց։ Սա սովորական ժողովուրդը չէ։ Ինչ անենք։ Հիմա ինչ անենք։ Այս վերջին 3 տարին, որ մեկ անգամ եմ Երևան գնում, կամ դիմում գնում։ Չկա, չեմ անում էլ, ինչ անեմ, այստեղ ինչ են անում, որտեղ ինչ անեմ։ Մեր շենքի վիճակը շատ ահավոր վիճակ է։ Ոչ ջուր ունենք, ոչ կոյուղ, ոչ մի սաղ պայմաններից զուրկ ենք։ Իշխանավորների վստահ։ Չգիտեմ ինչ դեղնի, մի օրում քրխներից կփլի, կմեռնենք, համ ղեկավարությունը կպրզնին, համ մենք։ Ուր կթիմենք, գնդագի պես այս կողմից են կողմ մեզի տես չեն եղնի։ Ընդրավինգը, նստինգը իրանց սարեր կխոստանան, հենց կնստին ընդրավինգը էլ տես չեն եղնի այս շենքին։ Ես չգիտեմ ինչ պդեղնի այս շենքի հարցը։ Ես ստեղ ապրում եմ 53 տարի, ստեղ համ հարսեմ, համ է աղջիկ եմ։ Մեր շենքը ընտանուց 4-րդ կաշք է, մինչև հիմա 4-րդ կաշք է եղել, բայց մի քանի օր առաջ եկան նկարեցին, շան տներ երևի, ասեցին, որ 4-րդ կարգից 3-րդ է դարել, բայց ինչպես կարող է 4-ից 3-րդ դառնալ, երբ որ շենքը քանի կեշտը ավելի վատ վիճակի կդառնա։ Եթե 3-րդ կարգ է, իրանք կուզեն այդ ձևի ներկայացնեն, որպեսզի ոչ մի բան չանեն մեր ժողովրդին։ ԲԳՎՍ-ին մենք համաձայնվանք բոլոր բնակիչներով, գնացինք դիմեցինք, համաձայնվանք։ Մենք համաձայն ենք, թեկուզ թող վերանորոգեն շենքը, եթե հնարավոր է, բայց հնարավոր չէ, որովհետև շենքը շատ վատ վիճակի է։ Ես կապրեմ 4-րդ հարկ, իմ տունս ներկայիս կարող եք գաք նկարեք, բալկոնը ամբողջովին կատակը, այս անձրևաչրերը, այս ցան հալոցկը, լրիվ ընդհանուր խխմել է շենքը։ Արդեն վիճակի չենք, չգիտեմ, այս բարձր այդյանները թող կան, մի ադմ լավ նային, ուսումնասիրեն, տեսնեն, թե 3-րդ է, թե 4-րդ։ Ուրիշ ժամանակ կսեն 4-րդ կարգ է, բայց երբ որ արդեն հեշտը կհասնի որ ինչ որ մի բանով ըմբդի ժողովրդին օգնեն, արդեն 3-րդ կարգ է։ Եթե 3-րդ է, ինչու չեն կա համապատասխան մարմինները թող կան վերանորոգեն։ Երբ դիմել եք, ինչ պատասխան են տվել։ Դիմել ենք քաղաքապետարանը, մարզպետարանի վրա, գծե մարզպետարանը, քաղաքապետարանի նիքսեիմ մենք չենք կարող ոչ մի բան անենք, գնացեք Երևան։ Երևանել ենք, քանի անգամ գնացել ենք Երևան։ Էլի հա, ամեն ինչի համար կա, բոլոր շենքերի համար կա։ Մեր քաղաքի համար ոչ մի բան չկա։ Ոչ մի բան, ոչ վերանորոգում։ Հա, բայց իշքան 36-37 տարի մենք այս շենքը կապրինք։ Չէ որ մի օրում կբլի, մանր երեխեք կան, շները կբնակվին։ Մեզի հետ շները կբնակվին։ Մենակ շները չէ։ Ասացիք ջրի կոյուղի հետ։ Ջուր չունենք, կոյուղի չունենք։ Այս սմերվա պայմաններին вообще հեշտ մի բան եմ։ Ոչ մի բան չկա։ Դիմել եք վեոլա ջուր կամ Դիմել ենք, գումարը ուզելու ժամանակ կսեն դուք դրսի ծորագից կօգտվեք։
պիտի բերեք մուզեք, բայց մենք ընտանուր շենքը ջուր չունենք։ Մեր բնակարանը 4-րդ հարգում է գտնվում։ 5-րդ հարգ կա, բայց հիմա կարող եմ 5-րդ հարգն է ցույց տալ։ 5-րդ հարգից կատոսները ուղիղ մեր տունն է։ Կարող եք նայեք, վերևը ամբողջ քարերից հետ պոկվել է արդեն։ Երեք առաջի օրը մենք ստեղ լրիվ ամբողջը բան ենք շարել։ Աման է, տաշտ է, որ ջուրը լցվի գնես։ Ահա որ վիճակ է։ Ճա, ստեղ կարող եք նայեք, ընդեղ կարող եք նայեք։ Քարերից հետ ամբողջովին պոկվել է։ Միթե կարելի է այս պայմաններում ապրել։ Որտեղ կդիմենք, մեկը մեկին գցե հեշ մի բան չեն ընե։ Հնարավոր չէ։ Ուղղակի խնդրենք, ղեկավարությանը գոնե մեր այս ընտանիքը, քանի ընտանիքին, թեկուզ մյուսներին է, թող մի բանով ապահովեն, թող շենքեր կառուցեն բնակելի։ Ճիշտ է, շատ լավ է, որ դպրոց կկառուցեն մանկապարտեզ, բայց չէ որ այդ երեխեքն է թե մեծերը առաջի հերթին պիտի բնակարան ունենան, որ մյուս բաներով է ուրախանան։ Ստեղ արդեն մեր 5-րդ հարգն է, որտեղից ջուրը կուկա, արդեն մեր տունը կլցվի, կարող եք նայել, տաշտերը լցվել է, ամբողջովին այս ջուրը ներքևն է, մեր հարգն է։ Ահա որ վիճակ է, 3 տարի օրն ենք թափես ջրեր, նորից էլի լցվել է։ Քանի հալոց կկա, եկուս անձրևաչրերը կուկա, անձրևն էլ ավելի փետար, մի օրում սպես ուղիղ գիշտին ներքև։